Ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ընթերցումը Հովհաննեսի ավետարանից է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես մի փարիսեցի հայտնի Նիկոդեմոսը գալիս է Հիսուս Քրիստոսի հետ զրույցի թաքուն գիշերով, որպեսզի ուրիշները չիմանան։ Եվ երբ հանդիպում է Հիսուս Քրիստոսին, ասում է, թե մենք գիտենք, որ այնինչ դու անում ես աստվածային է։ Եվ այս խոսակցության ընթացքում Հիսուս Քրիստոս բացատրում է Նիկոդիմոսին, որ հասկանալու համար այն ամբողջ խորհուրդը, որ ես հայտնում եմ ձեզ, դուք պետք է վերստին ծնվեք։ Աստծո արքայությունը տեսնելու եւ մտնելու համար ձեզ անհրաժեշտ է վերստին ծնունդ։ Եթե մեկը չվերածնվի հոգուց եւ ջրից, երկնքի արքայություն չի մտնի։ Շատ հստակ կերպով մատնանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Բայց Նիկոդեմոսը, որ փարիսեցի էր, հետևաբար Սուրբ Գրքի գիտակ, զարմացած Հիսուս Քրիստոսին հարց է տալիս, թե ինչպես ես, որ արդեն տարիքս առել եմ, պիտի վերածնվեմ։ Եվ Հիսուս Քրիստոս ասում է, դու ես վարդապետը եւ ինձ ես այդ հարցնում։ Այլ խոսքերով, միթե դու 5 կտակարանը, օրենքը, մարգարեները չես կարդացել։ Եզեկիելի մարգարեության մեջ կա մի դրվագ, որտեղ Աստված ասում է. «Եվ ես ձեզ վրա սուրբ ջուր պիտի ցողեմ, եւ պիտի մաքրեմ ձեզ ձեր բղծություններից, կռապաշտությունից, եւ ձեր մեջ նոր հոգի պիտի դնեմ։ Ձեզ պիտի մաքրեմ ձեր քարե սրտերը փոխելով մարդկային սրտեր տալով, եւ ձեր մեջ պիտի իմ հոգին դնեմ»։ Այլ խոսքերով Հիսուս Քրիստոս մեջբերում է Եզեկիելի մարգարեությունը, երբ ասում է, թե դուք պիտի վերածնվեք մտնելու եւ տեսնելու համար Աստծո արքայությունը։ Իսկ Եզեկիել մարգարեն արդեն ասում էր, թե վերածնունդը կարող է տեղի ունենալ 2 հանգամանքով։ Առաջինը՝ մաքրություն կռապաշտական բղծությունից, երկրորդը՝ սրտի նորոգություն։ Մենք բոլորս գիտենք, որ մաքրությունը կռապաշտությունից, այսինքն մեղքերից կարող է տեղի ունենալ բացառաբար զոհաբերությամբ, եւ միայն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն էր, որ կարող էր մեզ բոլորիս մաքրել մեղքերից։ Եվ սրտի փոփոխությունը այդ զոհաբերության արժևորությունն էր, որի մասին խոսում էր թե մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս եւ թե Եզեկիել մարգարեն։ Տեսեք, Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի մահը, որը զոհաբերությունն է մեր մեղքերի համար։ Եվ ինչն է արժևորումը Հիսուս Քրիստոսի մահվան, եթե ոչ կրկին չխաչելը Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոս մեկ անգամ խաչվեց մեր բոլորի մեղքերը իր վրա վերցնելով։ Եվ երբ մենք կրկին մեղք ենք գործում, մենք ստիպում ենք Հիսուս Քրիստոսին կրկին անգամ պատարագի ժամանակ խաչվել մեր համար։ Բնականաբար մենք մեղքերից հենց այնպես միանգամից ազատվել չենք կարող, դա ցմահ աշխատանք է։ Մենք մինչև մեր կյանքի վերջ պիտի պայքարենք մեղքերից ազատվելու համար։ Եվ դրա մեջ մեզ կարող է օգնել բացառաբար մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, Աստված, իր զորությամբ, բնակվելով մեր մեջ, մեր սրտերում եւ հաղորդակից լինելով մեզ։ Այսպիսով, երբ Նիկոդեմոսը հարցնում է Հիսուս Քրիստոսին իր վարդապետության խորհուրդների մասին, Հիսուս Քրիստոս ասում է, եթե չվերածնվես, երկնքի արքայությունը չես տեսնի։ Եվ նույնը ասում է նաև մեզ, եթե չվերածնվեք, այսինքն ջրից եւ հոգուց չծնվեք եւ չարժևորեք այդ ձեր նոր ծնունդը, մահը իբրև մեղքի ծառա եւ ծնունդը հարությունը իբրև Աստծո որդիներ, եթե չարժևորեք, երկնքի արքայությունը չեք տեսնի։ Մեր եկեղեցական ծիսակարգում կան 2 խորհուրդներ, որոնք խորհրդանշում են մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մահը եւ բերած փրկությունը։ Դա մկրտությունն է եւ Սուրբ Հաղորդությունը։ Մկրտությամբ մենք մահանում ենք Հիսուս Քրիստոսի հետ եւ հարություն ենք առնում Հիսուս Քրիստոսի հետ։ Մահանում ենք իբրև մեղքի ծառա, հարություն ենք առնում իբրև Աստծո որդիներ։ Եվ հաղորդությամբ անընդհատ պահում ենք կապը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ, հաղորդվելով նրան մեր մեջ ունենալով։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր եկեղեցու հայրերը հենց այս ընթերցումն են վերցրել այսօրվա խորհրդի համար։ Այսօր աշխարհամատրանն է, կանաչ կիրակին, մեր եկեղեցու հաստատման օրը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ամենքիս եւ հորդորում. եկեք մեր սրտերը մաքուր պահենք։ Աստված մեր քարե սրտերը փոխեց եւ մեզ տրվեց մարդկային, կենդանի սրտեր, որում ինքը բնակվեց մկրտությամբ եւ հաղորդությամբ։ Հետևաբար եկեք այդ սրտերը վառ պահենք, կենդանի պահենք, չդարձնենք նորից քարե սրտեր եւ եկեք այդ ամենը
Աստծո օրհնության մեջ անենք, որովհետև առանց Աստծո մենք երբևիցե մեր սրտերը չենք փոխի։ Առանց Աստծո մենք մեր մեղքերից երբևիցե չենք մաքրվի։ Առանց եկեղեցու մենք Աստծո հետ երբևէ չենք կարողանա հաղորդակցվել։ Այսօր եկեղեցու տոնն է, այսօր եկեղեցու հաստատման տոնն է, եւ շնորհավորելով ամենքից ցանկանում եմ եւս մեկ անգամ հորդորել. ապրենք եկեղեցով, որովհետև եկեղեցին է մեր կյանքը, եկեղեցին է մեզ կյանք շնորհում։ Ամեն։